Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցն է, 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հանրապետության հետ շփման գծի երկայնքով խախտեցին հրադադարի ռեժիմը եւ անցան հարձակման, ինչը 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեկի զինադադարից հետո հրադադարի ամենալայնամասշտաբ խախտումն էր։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց ծանր տեխնիկայի, հրետանու եւ ավիացիայի կիրառմամբ, սակայն կրելով կենթանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ եւ չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային եւ հյուսիսարևելյան ուղություններում, պատերազմն ավարտվեց ապրիլի 5-ի, երբ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը վերահաստատեցին Բիշկեկյան զինադադարի դրույթները։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այս կապակցությամբ Facebook-ում գրել է Ադրբեջանը նպատակ ուներ ուժի միջոցով Արցախի հարցը լուծել կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանն ու Արցախը կկապիտուլացվեին, սակայն դա տապալվեց։ Պաշտպանության բանակն ու նրան միացած կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի գրոհային խմբերի եւ թիկունքից աջակցության շտապող ռեզերվային ուժերի համար, ինչի պայմաններում կարճ ժամանակ անց Ադրբեջանը հրադադար խնդրեց, գրել է պատգամավորը, նշելով, որ քառօրյա մարտական գործողությունների հետևանքով հայրենիքը պաշտպանելիս 75 հայորդի նահատակվեց, իսկ ադրբեջանական զոհերի թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 7-ից 800-ի։ Այսօր վաղ առավոտից ընդդիմադիր գործիչներն ու Արցախի ղեկավարության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը զառանցանքներ որակեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիների ղեկավարության կռվելու մասին պնդումները միֆ են։ Ըստ Շահրամանյանի, նման սադրիչ խոսույթների նպատակն է պարակել եւ հասարակության մեջ անհանդուրժողականություն սերմանել։ Այս միֆերը կռվել են մինչև վերջ եւ այլն սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են, նախորդ շաբաթ ճեպազրույցում հայտարարել էր Փաշինյանը։ Նա նաեւ ասել էր, անհրաժեշտ լինի այդ մասին տվյալները կգաղտնազերծի։ Շահրամանյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանություններն են 2020 թվականի պատերազմի ժամանակ եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում։ Իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը։ Նա հավելեց, որ Արցախին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են Հայաստանի ղեկավարության հետ։ 2023-ին Արցախի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ընթացքում Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի ու Հայաստանը ներքաշված չէ ռազմական գործողությունների մեջ։ Այսօր էլ շարունակեց պնդել ինքը փախչելու մասին հորդորներ չի արել։ Շահրամանյանն այսօր մեկնաբանեց նաև պատերազմի հնարավորության պատմական արդարության էջը փակելու մասին Հայաստանի Հանրապետության ղեկավարի հայտարարությունները, ասելով, որ Հայաստանի անվտանգությունն առաջնահերթություն է, արցախցիներն այսօր փորձում են ամեն ինչ անել առիթ չդառնալու ռազմական գործողությունների, սակայն իրավունք ունեն բարձրաձայնել իրենց վերադարձի միջազգային իրավունքը։ Փաշինյան, վերջին շրջանում ձեր հրապարակած տեսանյութերում դուք Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անվանում եք օլիգարխ։ Սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո, որի ժամանակ իդեպ Գագիկ Ծառուկյանը աջակցել է ձեզ, դուք Գագիկ Ծառուկյանին օլիգարխ չէիք համարում, այլ նշում էիք, որ նա խոշոր սեփականատեր է։ Ավելին, պնդում էիք, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Հիմա, եթե ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը միանա ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ քաղաքացիական պայմանագրին, նորից կդառնա խոշոր սեփականատեր, ինչպես 2018-ից հետո էր շնորհակալություն։ Ես այդ հարցին այս ֆորմատով պատասխանել եմ։ Մենք խոսում ենք Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ չկա։ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ծառուկյանը օլիգարխ է Բելարուսում, մյուս օլիգարխը Ռուսաստանում, նշել է Փաշինյանը, խոսելով ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին։ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ իր մոսկովյան այցը հաջողված է գնահատում եմ հաջող մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտած, ասաց նա։
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն ուսուցիչները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ։ Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունն ուշադիր լինի, թե ինչ է տեղի ունենում այստեղ եւ կալանքի որոշումը փոխվի։ Լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթի դասընկերներից Հենրիել Բակյանը։ Բողոքի ակցիային մասնակցում են Դավիթի ոչ միայն ներկա, այլև նախկին դասընկերները։ Մենք չենք կարող մի կողմ մնալ, երբ մեր ընկերն այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Մեր պահանջն ու խնդրանքն այն է, որ այդպիսի արդար եւ ազնիվ մարդկանց գործողությունները ստանան հենց այդպիսի արդար ու ազնիվ պատասխան, ասաց Դավիթի նախկին դասընկերներից Մարիա Պապոյանը։ Դասընկերները շեշտեցին, որ այ ակցիան որևէ քաղաքական նպատակ չունի, Դավիթն էլ երբևէ քաղաքականացված անձնավորություն չի եղել։ Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղի ընկերության հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Փաշինյանն այդ մասին ասաց Հայաստանի Հանրապետության կառավարության նիստից հետո պատասխանելով ծրագրողների հարցերին։ Մեր դիրքորոշումները տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների տեսակետները եւ պայմանավորվել ենք շարունակել քննարկումները։ Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության շահերին, ընդգծեց Փաշինյանը։ Նա ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղու կոնցեսիոս կառավարման պայմանագիրը խզելու լծակ ունի, բայց Երևանը չի պլանավորում եւ չի ուզում գնալ այդ ճանապարհով։ Փաշինյանի խոսքով, քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատահություն չի տեսնում։ Հայաստանն ավելի քան 2 տասնամյակ ղեկավարած կամ իշխանության մաս կազմած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է անմիջական չմասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Նախորդին տեղի ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Այս մասին կարդում ենք կուսակցության տարածած հայտարարությունում։ Որոշման հիմնավորումները եւ կուսակցության հետագա քայլերը ՀՀԿ-ն կներկայացնի ապրիլի 4-ին կայանալիք կուսակցության 18-րդ համագումարում։ Ապրիլի 1-ին ավտովթարը տեղի ունեցել Երևանում ժամը 23:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 47-ամյա Մոնիկա Ք-ի վարած Rolls-Royce Մակնիշի եւ 35-ամյա Հայկ Կ-ի վարած Chrysler Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Խագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժանքներ չկան։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղան են սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։